մարդիկը ո՞ր կվեծնա։ Տարիներով չես տեսնում մեր երեխաները։ Եղավ որ դարձին մեր երեխաները արհեստական որբեր։ Մարդիկ ամուսնանում են, տարան մեղրամիսը վերջացած չլպտենում է խոբը։ Դա հայերեն է։ Դե միշտ ասում եմ, ինչ կլինի տեղ արա, կամ չատար, մենակ կամ ստեղից կամ Ռուսաստան չմնա։ Սս ճիշտ է, կներվիս կեր տաստանջելիս կարոդով կաշխատիս, բայց էլիկոնը երեխեքդ շատ իսկ քչից հետ չեն մնա։ Այդ էր տարնել դիմելաձես որ թանկ ես վճարում։ Այս մրցույթին այս տարի ՅՈՒՆԻՍԵՖ-ը հանդես է գալիս մեր 70-ամյակի կապակցությամբ, հետևյալ անվանակարգում աշխատանքային միգրացիայի ազդեցությունը ընտանիքների և երեխաների վրա։ Այս թեման մեր համար առանցքային է և տարին մեկ անգամ չէ, որ այս թեմային պետք է անդրադառնալ և այս առումով մրցույթի բոլոր հայտերն էլ մեր կարծիքով ցույց են տալիս այս թեմայի հրատապ լիները, լուրջ բնույթը և նաև բազմակողմանի ազդեցությունը ընտանիքների վրա։ Աշխատանքային միգրացիան ազդում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի վրա և ոչ միայն ներկայի վրա, այլ նաև ապագայի վրա։ Այսպիսով մրցանակը տրվում է Հրայր Թամրազյանին, Ազատություն ռադիոկայան, Նոթեր Խոպանից տեսանյութի համար։ Պարոն Թամրազյանի անունից մրցանակը ես կստանամ, շատ շնորհակալ ենք գնահատանքի համար, ուղղակի ուզում եմ ասել, որ իսկապես ֆիլմի հեղինակները երկար ու մեծ տքնաջան աշխատանք են կատարել, հերոսների հետևից գնացել են, հասել են այն բնակավայրերը, որտեղ նրանք ապրում են և իսկապես զգացել են նրանց բոլոր ապրումները և ինձ թվում է ֆիլմում իսկապես դա երևում է, շնորհակալ եմ։ Հարթրանը դալիս եմ միակ կսեով տոխի պեչևերը հետամ ինգևրից տենամ։ Երկու երեխաների հայրը պնդում էր, թե ամենափոքր հնարավորության դեպքում կնախընտրի հայրենիքում մնալ ու որդիներին այստեղ մեծացնել, սակայն այսօր ստիպված է ամեն օր Հայաստանից հեռանալու մասին մտածել։ Համ ուզում եմ մնամ, համ ուզում եմ չմնամ։ Որ դնում եմ, որ երեխեքի հացը չեմ կարող վաստակել, մտածում եմ դուրս եկալ։ Երրորդ տեղ Ռուզան Գիշյան, Ազատություն ռադիոկայան, Սիրահայ, համ ուզում եմ մնամ, համ չմնամ։ Միշտ կար միգրացիա, հիմա կա և միշտ լինելու է, անկախ դրանից երկիրը աղքատ է, թե հարուստ, մարդիկ ուզում են շարժվեն իրենց նպատակների հետապնդելու համար։ 15-ամյա Յուրան որոշել է, որ հայրենիք է գալու, կարոտում է այստեղի ջերմությունն ու ընկերասիրությունը։ Երանուհի Սողոյան, հետք։ Ամիլավսիկ նոր, գնամ Հայաստանիքը։ Հայաստանում բնակվող 17,000 սիրիահայերից 12,000-ը ունի Հայաստանի քաղաքացիություն։ 200 մարդ էլ զբաղվում է բիզնես գործունեությամբ ու փորձում հաստատվել հայրենիքում։ Քրիստինե Ոսկանյան, Ար հեռուստաընկերություն։ Ուզում եմ կոչ անել, որ սովորական նյութ պատրաստելուց զատ նաև մենք մրցանակային նյութեր պատրաստենք հատուկ նմանատիպ մրցանակաբաշխությունների համար, որոնք կլինեն ուսումնասիրված, շատ աշխատած և ոչ թե առօրյա նյութը հայտնվի։ Մենակ իրա կառավարական ատորին ինքը նստիկը իրա պատգատորին տեր է ինքը։ Մեզ վերաբերվում են որպեսի, չգիտեմ, որերորդ սորտի մարդկանց, ամեն դեպքում ես համարում եմ փրկություն, որ մենք հասանք հայրենիք։ Եվ Արգինե Գևորգյան, Հանրային ռադիո։ Մրցույթի համար երբեք նյութ չեմ պատրաստել, գրում եմ, վերջացնում եմ, հետո երբ որ մրցույթը հայտարարվում, մտածում եմ, գուցե արժի, բացատրեմ ինչի, երբ որ գիտես, որ դու մրցույթի պիտի մասնակցես, սկսում ես ծանր ու թեթև անել, եւ այդտեղ նյութի աղն ու համը կորում է, շնորհակալություն։